Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ։ Սկսում ենք ավազի ժամացույց շարքի այն պատումը, որը անվանեցի պատմության մութ պատերը։ Սա մեր 5-րդ թողարկումն է։ Ես պատմում եմ պատմություններ պատմության մասին։ Եթե դա ձեզ հետաքրքրում է, խնդրում եմ օգնեք մեր ծրագրին, իմ թիմին, մեր կուսակցությանը, որովհետև մեր գերխնդիրն է, մեր գերնպատակն է պատմել եվրոպական Հայաստանի մասին, Հայաստանի եվրոպականության մասին, որը բնորոշ է մեր երկրին, իծն է մեր ազգին, մեր ժողովրդին, մեր պետությանը։ Այսօր ես խոսելու եմ մեր պատմության երևի ամենազարմանալի կերպարներից մեկի մասին, Տիգրան II-ի։ Եվ սկսելուց առաջ խնդրում եմ օգնել մեզ, դուք տեսնում եք Buy Me a Coffee յուրատուկ ծրագրի խորհրդանիշը, որը բացելով կարող եք հասկանալ ինչպես կարելի է աջակցել մեր ջանքերին, օգնել մեր աշխատանքին։ Նաև կխնդրեի բաժանորդագրվել, ինչպես բոլորն են խնդրում, եւ տարածել, որովհետեւ կարծում եմ այն ջերմ ընդունելությունը, որ տեսնում եմ ընթերցողների եւ դիտողների կողմից, մի փոքր չի համապատասխանում համեմատաբար դիտողների ցածր թվին, այդպես որ օգնեք եւ ուրիշներին տեղեկանալ մեր այս ծրագրի, այս նախագծի մասին, ուրեմն խոսում ենք բոլորին հայտնի եւ բոլորովին անհայտ Տիգրան II արքայի մասին։ Պատմության մեջ շատ չեն այնպիսի կերպարներ, հերոսներ, իսկ նա հերոս էր, ում նվիրված լինի այդ քանակի գեղարվեստական արվեստի գործեր, 17-ից 25 օպերաներ միայն։ Օպերաները շատ ակտիվ զարգացող ժանր էր միջնադարում եւ եվրոպական միջնադարը պարզապես խելագարվում էր Տիգրան II-ի համար։ Օպերաներ, որ գրում էին նրա մասին, պատկանում են Անտոնիո Վիվալդի, Ալբինոնի, Գլուկի գրչին, եւ դա միայն այն անուններն են, որ գիտեն բոլորը, կան իտալական եւ գերմանական հեղինակներ, կոմպոզիտորներ, որոնց գործերը կամ չեն պահպանվել, կամ մասամբ են պահպանվել, օրինակ Վիվալդի Տիգրան արքա օպերայից նույնպես պահպանվել է կարծեմ միայն մի մասը։ Այն ամենը դրանք կատարվում են եւ փաստորեն, եթե Երևանի օպերայում աշխատեին մարդիկ, ով ճիշտ կգնահատեին իրավիճակը եւ մեր ազգային ծրագիրը, ես կարծում եմ, որ բազմաթիվ այդ օպերաներից գոնե մի քանիսը տեղ կգտնեին, մշտական տեղ կգտնեին նաեւ Երևանի օպերայի ռեպերտուարում, որովհետեւ այլ երկրներում հիմա Տիգրանի մասին չեն հիշում։ Ինչու՞ն էր գաղտնիքը, ինչու էր Տիգրանը այդքան հետաքրքիր եվրոպական միջնադարի համար։ Նրա մասին պահպանվել են բազմաթիվ գրքեր, գիտական աշխատանքներ, հիշողություններ եւ այստեղ էլ մենք տեսնում ենք աշխարհահռչակ կանոնների մի ամբողջ փունջ։ Տիգրան արքայի մասին գրում էր Պլուտարքոսը, ում համարում են պատմության հայր, թեև դա այդպես չէ իրականում, ու մենք Պլուտարքոսի կեղծիքների մասին հենց այս առիթով կխոսենք դեռ։ Տակիտոսը հռչակավոր սենատոր եւ պատմաբան հին Հռոմի, Դիոն Կասիը նույնպես հռոմեացի, ով Պոմպեոսի ռազմական արշավի անդամ էր եւ վկա, ինչը իրեն դարձնում է շատ յուրահատուկ մեր պատմության համար եւ մենք
Իմիջիալոց ես ասեմ, որ 3.5 տարի կյանքիցս նվիրել եմ Տիգրան Արքայի պատմության եւ գործի ուսումնասիրությանը եւ ասեմ, որ հենց Դիոն Կասիը շատ ավելի արժեքավոր աղբյուր է ինձ համար, ես բազմաթիվ աղբյուրներ եմ նայել տարբեր լեզուներով, թարգմանում եմ որոշ բաներ, որոնք դեռևս թարգմանված չեն, կարդում եմ տարբեր լեզուներով, որ պատկերացում կազմեմ, եւ շեղվեցի եւ մի փոքր ասեմ ինչու շեղվեցի։ Տիգրանը իմ փոքր կյանքի մեջ մտավ իր որոշմամբ, եւ ես կարծում եմ նա մեր բոլորիս կյանքի մեջ մտավ մի գեղեցիկ օր, ես կարող եմ անգամ նշել այդ օրը։ Ինձ զանգահարեց հանճարեղ մարդ, որ ապրում է մեր կողքին, նրա անունը Համլետ Պետրոսյան, նա մշակութաբան է, հնագետ, պատմաբան, դասավանդում է պետական համալսարանում եւ նա այն հայերից է, ով թերագնահատված է։ Ես կարծում եմ, որ նրա անունը պետք է հայտնի լինի ցանկացած հային, որովհետև այդ մարդը ոչ ավել ոչ պակաս գտել է Տիգրանակերտը, Արցախյան Տիգրանակերտը, ասեմ միանգամից, որովհետև եղել էին մի քանի, առնվազն 3-4 Տիգրանակերտներ եւ մենք դա էլ կբացատրենք ինչու է այդպես, եւ մեկը նա գտել էր, եւ դա տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 6-ին, այդ օրը։ Իսկ ինչու է այդպես, որովհետև իսկ սա արդեն իմ քնարական զեղումն է, որովհետև այդ տարվա գարնանը, մարտ ամսին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ Հայաստանի վարչապետ, կարծեմ, Սերժ Սարգսյանը ասել էր մի զարմանալի եւ բավական անհեթեթ հայտարարություն արեց։ Նա ասաց. «Լավ, Աղդամը մեր հայրենիքը չէ», ասաց Արցախում ծնված եւ մեծացած Սերժ Սարգսյանը, որ մի քանի տարի անց դարձավ Հայաստանի նախագահը։ Ասել էր դա նա ինչ-որ դա ասել էր ինչ-որ լրագրողին բացատրելով, թե ինչու մենք չենք բնակեցնում Արցախ, ինչու ազատագրված տարածքները մնում են եւ մնացել են իմիջիալոց մինչեւ 2023 թվականը ամայի, սակայն այդ նրա հայտարարությունը երևի հող շարժեց եւ այդ հողի տակից դուրս եկավ Տիգրան Արքան, որովհետեւ ասում եմ ամիսներ անց 2005 թվականի օգոստոսի 6-ին Համլետ Պետրոսյանի հերթական գիտական արշավը, որը վանք ավելի ճիշտ կներեք վանքասար լեռան ստորոտին պեղումներ էր կատարում, նրանք գտան մի մշակված քար հողի տակին եւ դրանից սկսվեց Տիգրանակերտ ամրոցի Արևելյան Տիգրանակերտի պեղումը։ Ես դա գնահատում եմ ուչավել ոչ պակաս այս կերպ։ Տիգրան Արքան որոշեց հողի տակից դուրս գալ եւ ասել նրա գահին նստած մարդկանց, ինչպես թե սա մեր հայրենիքը չէ, եւ նա լույս աշխարհ վերադարձրեց շքեղ, հոյակապ, սքանչելի, աննկարագրելի ամրոց, ամրոցի պատերը, ավերակները, բայց ասեմ, որ որոշ տեղերում այդ պատերը 4 մետր բարձրություն ունեն, որտեվ Համլետ Պետրոսյանը կարողացավ պեղել դա, իսկ ես այդ ամենը գիտեմ, որովհետև պեղումներից
որը ժամանակ անց նա զանգահարեց ինձ եւ առաջարկեց նկարանել ֆիլմ այդ պեղումների մասին եւ ես գնացել էի Արցախ պատերազմից տարիներ անց, երբ ես 3.5 տարի աշխատում էի Արցախում որպես սկզբից լրագրող, հետո քաղաքական խորհրդատու գլխավոր Գերագույն խորհրդի նախագահի օգնական եւ մասնակցում էի բազմաթիվ գործընթացների պատերազմական այդ կարգավիճակով դրանից հետո որոշ ժամանակ ես Արցախ չէի գալիս եւ Արցախն ինձ կանչեց արցախցի սկանչելի մի գիտնական Համլետ Պետրոսյանը, իսկ Համլետ Պետրոսյանի միջոցով մեզ հետ խոսեց Տիգրան Արքան։ Համլետ Պետրոսյանը հայկական Հայնրիխ Շլիմանն է, որը գտավ Տրոյան, կարդալու Վիլիականը։ Հոմերոսը խոսեց Հայնրիխ Շլիմանի հետ, իսկ Համլետ Պետրոսյանի հետ խոսեց Տիգրան Արքան։ Եվ ես անհրաժեշտություն զգացի այդ փոքր վավերագրական նկարանումները պեղումների մասին դարձնել ֆիլմ։ Եվ այդ ֆիլմը կա, այն ֆիլմը կոչվում է Տիգրանակերտ։ Եվ ես անվանեցի այդ ֆիլմը Տիգրանակերտ սկզբից որպես աշխատանքային անվանում պեղումներին նվիրված, ամրոցի նվիրված։ Իսկ հետո ես հասկացա, որ Տիգրանակերտը դա Հայաստանի երկրորդ անվանումն է, որովհետև իբրև քաղաքական ազգ, իբրև համաշխարհային գործող ուժ հայոց պետականությունը առաջացավ հենց Տիգրան երկրորդ արքայի օրոք նրա շնորհիվ։ Այնչու ես սկսում եմ այսօր այս խոսակցությունը, որը չի սպառվի այսօրվա մեր հաղորդմամբ, ես հասկանում եմ, որ մեզ անհրաժեշտ կլինեն մի քանի պատումներ, մի քանի կտորներից բաղկացած, սա մեր 5-րդ հանդիպումն է այս ձևաչափով, բայց Տիգրանի մասին ես կարծում եմ առնվազն 2 կամ 3 անգամ մենք պետք է խոսենք ու էլի անսպառ կմնա այդ թեման, բայց ես հանդգնում եմ խոսել այդ մասին, որովհետև նա անգամ ֆիլմը, որը ես արեցի, որը նվիրված էր Տիգրանի ծննդյան 2125 թվականին, ամյակին ավելի ճիշտ, եւ ես դա ուզում էի նվիրել ազգին, այդ ֆիլմը այդպես էլ չի ցուցադրվել հեռուստատեսությամբ, թեև կա YouTube-ում, բայց ես հասկանում եմ, որ YouTube-ը դա այն գործիքը չէ, որը հավաքում է մարդկանց, ժողովրդին, որը ժողովում է ազգը, որովհետև նման ֆիլմեր պետք է նայել միասին, պետք է այդ ֆիլմերն են, կներեք, այդ իրադարձություններն են, որոնց նվիրված են ֆիլմերը, որ ձևավորում են ազգը։ Բավական տխուր աստառ հիմա առաջացավ, եւ ես այդ տարիների հեռավորությունից հիմա նաեւ դառնությամբ ասեմ, որ այդ ֆիլմի կարևորագույն գործող անձանցից էր իմ սիրելի բարեկամ եւ մեր ազգի եւս մի թերագնահատված հերոս Գագիկ Գինոսյանը։ Ինչ էր անում Գագիկ Գինոսյանը այս ֆիլմում։ Բանն այն է, որ ես նկարանում էի ֆիլմ, այն էլ երկսերիանոց մեծ ֆիլմ ստացվեց, որի նյութերը, պատկերավոր նյութերը, տեսանյութերը բնականաբար չկային, ինչ կարելի է նկարանել 21 դար անց, 22 դար անց, երբ քո հերոսին եւ քեզ բաժանում է 2000-ամյակ,
Իհարկե, եթե մենք լինեինք նորմալ պետություն, պետությունը իհարկե կնշեր այդ տարեդարձը եւ ինձ կամ մեկ այլ կինոռեժիսորին կառաջարկեին գումար պատմական ֆիլմ նկարահանելու, ինչի մասին էր խոսքը։ Այդ մարդիկ այդ նպատակով չէին եկել իշխանության եւ հիմա էլ խոսել նրանց հետ պատմության մասին գրեթե անիմաստ է։ Նրանք չեն հասկանում ինչ պատմության տեր ենք մենք, ինչ գահի վրա են իրենք հիմա ցցվել։ Բայց ես չեմ ուզում քաղաքականացնել մեր խոսակցությունը, պարզապես ասեմ, որ Գագիկ Գինոսյանը հիշեցրեց ինձ, գաղափար տվեց այն մասին, որ երգերը եւ պարերը այդ 2000 տարվա ընթացքում շատ չէին փոխվել եւ երբ ես փնտրում եի թե ինչով լցնեմ իմ խոսքը, ինչ պատկերներով, ինչ հնչյուններով, ես օգտագործեցի Գագիկ Գինոսյանի եւ նրա կարին պարային համույթի փորձերը եւ դրա շնորհիվ այդ փորձերը եւ Գագիկի կերպարը, լուսավոր կերպարը պահպանվեց եւ չզարմանաք, եթե նայեք ֆիլմը, որ մասամբ այդ ֆիլմը կառուցված է Գագիկի եւ նրա տղաների ու աղջիկների, նրա համույթի պարողների դեմքերի, լուսավոր դեմքերի, նրանց շարժ ու ձևի, նրանց պարի ու երգի հիմքի վրա։ Երկրորդ կամ միգուցե առաջին կերպարը, որը ոգևորում էր ինձ եւ ֆիլմը նկարելիս եւ ապրելու ընթացքում առաջին եւ երկրորդ Արցախյան պատերազմների արանքում դա Լեոնիդ Ազգալդյանն էր եւ նրա կերպարը ինձ թվաց միակը, որին կարելի է դնել այս պատմության մեջ որպես առանցք։ Ես հիմա ֆիլմից մասին ավելի շատ խոսում, բայց ինձ անհրաժեշտ է դա ասել, որ բացատրեմ ինչպես եմ ես վերաբերվում այդ թեմային։ Դա իմ կյանքի մի մասն է դարձել։ Ես 5 տարի իմ կյանքից նվիրել եմ այս ֆիլմին եւ այս թեմային։ Ահա ինչը ինձ իրավունք է տալիս հիմա ձեզ ինչ որ բան պատմել արքա Տիգրանի մասին։ Լեոնիդ Ազգալդյանը նա այն քաղաքական գործիչն էր, որը հասկացավ եւ ստեղծեց ոչ թե ջոկատ, ոչ թե գունդ մահապարտերի, նա ստեղծեց բանակ, անկախության բանակ։ Անմիջապես, որտեղ նա դիտում էր Արցախը որպես մեր պետության, մեր պատմության, մեր պետականության սյուն եւ այն խոսքերը, որ հետո չարաշահվում են եւ կրկնվում են անթույլատրելի ենթատեքստով սա Հայաստանը եւ վերջ։ Նա այդ խոսքերի համար վճարեց իր կյանքով։ Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ խոսքերը իմաստազուրկ չմնան, իմաստավորվեն կրկին։ Ինչու եմ ես սկսում այսօր այս պատմությունը։ Խոսում եմ արդեն համարյա 20 րոպե ու բան չպատմեցի։ Եթե դուք դեռ համբերել եք եւ սպասում եք, թե ինչ եմ պատմելու, ես այսօր կխոսեմ միայն ամենա առաջին տարիների մասին, Տիգրանի մանկության։ Կարծես թե ինչ գիտենք մենք Տիգրանի մանկության մասին։ Մենք որ միայն կենացներ գիտենք Տիգրանի մասին, ծովից ծով Հայաստան, այն քարտեզը, որը պատկերացնում ենք որպես ծովից ծով Հայաստանի միջալուց, դա իրական քարտեզ չէ, այսինքն քարտեզը իրական է, բայց դա այն քարտեզը չէ, որը Տիգրան Մեծի Հայաստանն էր։ Դա նրա պարտություններից հետո մնացած Հայաստանը։ Այո, այդ ահռելի տարածքը գծել են եւ պահպանել են հռոմեացիները 66 թվականին, երբ կնքվեց
բարեկամության ես 76 կներեք սխալվեցի դա ես կստուգեմ Պոմպեոսի հետ նրա պայմանագիրը որ թվին էր որպեսի սխալ չասեմ հիմա ուղղակի ասեմ այն որ դա այսպես կոչված պարտությունից հետո էր թե դա պարտություն չէր Հայաստանը պարտված չէր Տիգրանի օրոք Տիգրանը թողեց Հայաստանը որպես Ռոմի բարեկամ եւ դաշնակից Ռոմի ժողովրդի եւ սենատի եւ այդ քարտեզը որը կապիտոլի կողքի շենքերի վրա պատերի վրա է հիմա որպես խորհրդանիշ եւ հիշատակում ինչպիսին էր Հայաստանը դա հենց Տիգրանի Հայաստանն էր Տիգրանակերտ Տիգրանով կերտած Հայաստանն էր իսկ ամեն ինչ սկսվել էր Երևանից այստեղից որտեղ մենք հիմա որտեղ ես հիմա նստած եմ եւ խոսում եմ ձեզ հետ մոտ մի 40 կիլոմետրի վրա Արտաշատ քաղաքում որտեղ ծնվել էր Տիգրանը եւ որը որպես քաղաք առաջացավ այսինքն այն քաղաքը որտեղ ծնվել էր Տիգրանը այդ Արտաշատը Արտաշեսը նրա պապն էր եւ ես ուզում եմ այստեղ նշել մի կարևորագույն բան մենք արժանի չենք սեփական պատմությանը ոմանք գիտեն որ Արտաշատը գծագրել է հին աշխարհի մեծագույն հերոս եւ Ռոմի Ախոյան գլխավոր դաշնամի Հանիբալ Կարթագենցի որովհետեւ պունիական պատերազմներից հետո երբ նա վերջնական պարտություն գրեց Ռոմից Հանիբալը քաղաքական ապաստան խնդրեց Հայաստանում Արտաշես մեծի պետության մեջ եւ ռոմեացիք որոնք սարսափում եւ ատում էին Հանիբալին պահանջեցին հայոց արքա Արտաշեսից արտահանձնել Հանիբալին նրանց գլխավոր թշնամուն եւ Արտաշեսը հպարտորեն ասաց որ նա իր հյուրերին չի հանձնում նա չի դավաճանի իր խոսքը եւ հյուրասիրության օրենքը դա հակասում է մարդկային եւ աստվածային օրենքներին եւ Հանիբալը ապրեց Արտաշատում նա գծագրեց Արտաշատը նա ասաց տես ինչ գեղեցիկ քաղաք կարող է լինել այստեղ այս հոյակապ լեռների դեմ դիմաց Սիսի եւ Մասիսի Արարատի գետի ափին այն ժամանակվա Արտաշատը այսօրվա Արտաշատից մի փոքր հեռու էր մոտավորապես պատկերացրեք որ այն տեղը որտեղ հիմա Խորվիրապն է դա պատմական Արտաշատի Արվարձանն էր եւ քաղաքը զարգանում էր դեպի Արարատ այն կողմ որտեղ հիմա պետական սահմանն է բայց դա փաստորեն այսօրվա Հայաստանի սահմանն է եւ իրական պեղումներն այնտեղ դեռ արխիվում են Համլետ Պետրոսյանը կարծում եմ կամ նրա գործընկերները եւ աշակերտները դեռ կզարմացնեն մեզ եւ աշխարհին ես ուզում եմ դրանով ասել որ ահա ինչն էր մանուկ Տիգրան իշխանի կյանքի առաջին եւ գլխավոր երևի նրան ձևավորված ճշմարտությունը դա նրա պապու որոշումներ չհանձնել իր հյուրին անգամ Ռոմի պես հազորագույն թշնամուն նա սպառնալիքի չտրվեց այսինքն նա չզիջեց հասկանալով ինչ վտանգի է ենթարկում իրեն իր երկիրը բայց նա հպարտորեն մերժեց Ռոմի պահանջը եւ դա ազնվության դա մեծահոգության մեծագույն դաս էր որովհետեւ Տիգրանը ծնվեց այս առասպելով բարուրած նա ծնվեց այն քաղաքում եւ այն ընտանիքում որը հերոս Հանիբալ Կարթագենցուն չհանձնեց չդավաճանեց եւ մնաց արժանապատվությամբ
տարիներ անց Տիգրանը կրկնելու է նույն սխրանքը, նույն արտաշատումը, նույն Հռոմի պահանջի դեմ։ Այդ դեպքում դա լինելու է Հռոմի մեկ այլ ախոյան, թշնամի եւ սարսափ, Միհրիդատ եւ Պատորը։ Բայց այսօրվա իմ պատումը ավարտելու համար, տեսնեք ինչ հեռույց եմ ես գալիս, ես ուզում եմ ընդհանրապես հիշեցնել մեր պատմության ակունքներում այսպիսի ազնվություններ եւ ազնվականությունը, այսպիսի գեղեցկություն եւ վեհություն, մարդկային արժանինքների մեծագույն պորտկումը, ասել ոչ Հռոմին 2000 տարի առաջ, դա նույն էր, ինչ ասել դա այսօր Ռուսաստանին։ Արտաշեսը չէր փորձում բալանսավորել, քանդրբազություն անել, խաղալ երկու լարի վրա, ոչ։ Նա մեծագույն արքա էր։ Եվ դա ոչ միայն նրա սխրանքն էր, կրկնում եմ, հենց իր այդ քայլը ձևավորեց մեր մեծագույն արքայի, նրա թոռանը, Տիգրան II-ին։ Ուրեմն մենք ընդհատվենք այստեղ եւ մի քանի օր անց ես կրկին շուտ կտամ ավազը ժամացույցը եւ մենք կշարունակենք այն պահից, որտեղ մենք թողում ենք նորածին հայոց իշխան Տիգրանին, ով դառնալու է մեր պատմության մեծագույն արքա, արտաշատում 22 դար առաջ։ Լավ մտածեք։